որոշել եք առաջիկա խորհրդարանական ընտրություններում այդ ընտրելու։ Դե բացեբաց ասենք, այդ մենակ թուղթը ցույց կտա, որ կդրենք։ Փաշինյանի կառավարման 5 տարիների չփոխվեց հայերի կյանքը։ Ոչ մի բան։ Սերժը չի բերել դրան ղեկավարին։ Սերժը բերել էր ղեկավարության, չէ։ Հա։ Նույն իրեն մարդն է։ Նույն Փաշինյանը ինքը լեւոնական է։ Ում դիմես եւ ինչպես դիմես։ Ինչ ուզում են անում են։ Թող անեն։ Հայ ազգը փչացնում են, էլի։ Փչացել է, ոչ թե փչացնում են։ Ինչ է խաղաղությունը, սահմանները ինչ են գրակում։ Ինչ խաղաղություն։ Այ աղջիկ եկած տունդ քանդում է։ Մի րոպե մտածիր տունդ քանդում է։ Իմ պապիս պապը Ղարսի նահանգապետ է եղել 10 տարի։ Ես ուրիշ բան չեմ ասում։ Ղարսը ուր է, Ղարաբաղը ուր է։ Այսպես հերթով գալիս անցենք գնում, այս անցավոր աշխարհից։ Այսպես տալով մի թիզ բանը մնացել է կտա։ Չես կարդացել, ինչա գրում։ Մեր թշնամին Երևանում կթողնենք Երևան թաղամասում, վերջ։ Հայաստան չկա, Արևմտյան Ադրբեջանում կթողենք Երևան թաղամաս, ուրիշ բան չկա այստեղ։ Իրենք գիտեն։ Հետևաբար հաջորդ վարչապետը հայ ուժեղ հող սիրող, ոչ թե փող սիրող, այլ հող սիրող։ Հող պահող ղեկավար չունենք։ Ես գրպաններն են լսում։ Վաճառում են, հողը վաճառ են, մարդիկ հողի համար մեռնում են, մարդիկ ինչքան զոհ ենք տվել մենք։ Մեկը Ղարաբաղը չի հաշվում, հաշվենք թե 5000 զոհ այս անգամ, 11000 վիրավոր, նորից 5000-7000 առաջ էր, 90-ական թվականներին, ամը մի թիզ արյունով ալուսված, հողը կվերցնեն պես տղան, չեն ամաչում։ Մտածեք, հայ ազգից մի հատ զավակ ընտրեցեք, որ ղեկավարի հայ ազգը եւ հայ մնա։ Ոչ թե կերպարափոխվի։ Թող լինի պատերազմը։ Պատերազմից ոչ մեկը չի վախենում։ Այս իմանում ես թե Ղարաբաղը որ տվել է։ Այդ պատերազմը ո՞ա տվել։ Այդ պատերազմով չտվել, ինքն է տվել, հանել է։ Վաճառել են։ Ես ոչ մեկից չեմ վախենում, որ ասեմ այսպես, ես պատերազմի մասնակից եմ, ծառայել եմ հայկական բանակ, 20 տարի ռուսական բանակում, 22 տարի հայկական բանակում, տեսել եմ ինչա կատարվել։ Լրիվ, հատ, որ բանակի մեջ ծառայում ես, իմանում ես ով, ինչպես է։ Ես չգիտեմ, մի հատ բան կարդացի է նոր բանում, Պապիկյանի հանդեպ, մի հատ աղջիկը սնայպեր էր գրում, ասեց, թող Պապիկյանեն Կալաշնիկովը տա, 8 ժամ թող հավաքի, ժամանակն էլ տալիս եմ։ Եթե Պապիկյանը կար հավաքի, ինչ, մենք ասում ենք, վարկյաների ընթացքում ենք Կալաշնիկովը հավաքում, թող ինքը ասում է, գոնե 8 ժամում հավաքի։ Ինչ ասես բանակի մասին, բանակը լավ բանակ է, մեր բանակի պես բանակ չկա, բայց ղեկավարը պետք է պաշտպան, ուժեղացնել բանակը։ Դե ուժեղացնել հասկանալ զինել, ինչի մեր արտադրանքը չեն բանանում, ավելացնում, փող չկա, փողը կա, փողվատնի, երկարտնի, տարբեր բաներ են, ինչի է ուրիշ սարնում։ Մենք կարող ենք մեր սնարյադներն էլ արտադրենք, մեր հրանոթներն էլ արտադրենք, մեր բեզպիլոտիկներն էլ արտադրենք։ Առաջի բեզպիլոտիկը, որ արտադրել են, դա ֆորգայից է եղել։ Ֆորգան ինչ բան է։ Ֆորգայից որ արտադրում ես, ինքը ֆորգան, քո ալյումինը ունես, ալյումինը տալիս ես առաջ աղաչում պաղատում են տալիս դանում բանը, Վրաստան, ես հիշում եմ էլի, ես որպես զինվորական, այդտեղ սամոլյոտները ռեմոնտ էին անում, այդ ալյումինից, այստեղ մեր հումքը տալիս էին իրենց ալյումինի, Սովետական միությունը ուժեղացա մեր ալյումինից, այդ դուք գիտեք,
Բայց ես 22 տարի եմ ռուսական բանակում տարել եմ, ես գիտեմ ինչ է կատարվել ինքը։ Եկել եմ այստեղ սովետական բանակը Կիրոպա տարել ժամանակ եկել եմ այստեղից զինվոր տարել։ Տեսել եմ ինչքան տեխնիկա եղել, ոնց են վաճառել մեր տանկերը, մեր բանը։ 4-րդ բանակ որ կանացել, 7-րդ բանակը ամբողջ Կովկասում 7-րդ բանակը կանացել, ուր գնաց։ Տարա, չէ՞։ Լի վաճառեցին։ Առաջ որ մտնում էինք բանը, մեր Վանաձորը։ Ես Ղարաբաղցի եմ, բայց Վանաձոր շատ եմ եկել դուրս։ Ուր է մեր խիմզավոդները։ Ամբողջ Ռուսաստանին, ամբողջ սովետական միջին обеспечили անում։ Ուր է հիմա։ Մի հատ նայեք, էլի գնացեք նայեք։ Դեպի գետի կողքը, ժելեզնադարոգը որ ասում է, վերևը մասը նայեք։ Հետո բանում, այսիվերի ցաղամասում մի քանի շենք կապալված, մարդիկ առաստուն են, առաստեղ են, բայց իրենք սեփականություններն են։ Փալված շենքերը, մեջը մարդ չկա, մոտորապես, այստեղ որ ասեմ 1000-ից ավելի տուն կա, որ փնտրեն, ասես քաղաքապետին ասես հատ մտնիր այսին շենքերը, այս թաղամասի շենքերը, համա Շահվերդյանն է, ո՞վ է Շահվերդյանը, ես չգիտեմ։ Սոցիալական վիճակը ոչ նորմալ է, ոչ։ Դա հարց չի թոշակները բարձրացնելը, դա ինչի եք հարցնում։ Թոշակները բարձրացնում են այնտեղ պարադուկնա թանկանալու։ Դու բարձրացնում են այնտեղ նայելի թանկացնում։ Տարբերությունը որն է։ Թող այնպես մնար, թոշակները այնպես մնար։ Բայց դա շարք թանկացման է գնում, չէ։ Բայց գիտես որ ինձ հարցակնում ես, վաղ առավոտ մենք կլսենք հետից է չէ։ Գիշերը կարող է մի հատ բոմբա գցեն ատոմին, վերջ։ Մենք չենք իմանում, որ արտանալու ենք, գնում ենք, մի օրվա համար ենք ապրում, գիտեք աշխարհում հիմա։ Ամբողջ աշխարհը մի օրվա համար ենք ապրում։ Էդի մենք չենք իմանում, ասում ենք պարկում ենք քնելու, կարտանանք թե չէ։ Աշխարհը փչացել է։